Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան, նա հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, նախագահ Կարոլ Նավրոտսկիի եւ Սենատի նախագահի հետ։ Փաշինյանը կայցելի նաեւ միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ հանդիպում կունենա լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Պաշտոնից ազատվել են քրեական եւ համայնքային ոստիկանության պետեր Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը։ Մեկ այլ հրամանով բարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը եւս ազատվել է պաշտոնից։ Ազատված պաշտոնյաներին փոխարինում են Արթուր Բարսեղյանը, քրեական ոստիկանության պետ, Կարեն Խաչատրյանը, համայնքային ոստիկանության պետ եւ Գևորգ Զաքարյանը, բարեկային ծառայության պետ։ Պաշտոնից հեռացած Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը նշանակվել են ներքին գործերի նախարարի խորհրդականներ, իսկ Արթուր Խուդինյանը նախարարի օգնական։ Պոլսոյ հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել, որպես իշխանություն եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք։ Պոլսո պատրիարքը ասել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկվել է, ըստ նրա սինոդական կառույցի կազմում կարող են ընդգրկվել նաև որոշ ընդդիմադիր հոգևորականներ։ Սա կարող է հող նախապատրաստել անցումային շրջանում ելքեր որոնելու համար։ Եթե մայրաթոռը չստանձնի այս վարչական բարեփոխումը, կվախենան, որ ներկա Գերագույն հոգևոր խորհրդի կազմով վեհափառ հայրապետի հեղինակությունն անբաղձալի կերպով կթուլանա, նշել է arczepiskopos-ը։ Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել չբողոքարկել Բաքվի զինվորական դատարանի դատավճիռը, այս մասին հայտնել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը։ Նշվում է, որ այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ եւ չի նշանակում հրաժարում պաշտպանությունից։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ, ասված է հայտարարությունում։ Փետրվարի 17-ին Բաքվի զինվորական դատարանի վճռով Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսին ուղղված իր ելույթում հայտարարել է, որ ամեն ամիս 25,000 զինվոր է զոհվում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում։ Կորուստների մասին տվյալները հրապարակային չեն եւ լրատվամիջոցները պատերազմի պայմաններում չեն կարող ինքնուրույն ստուգել դրանք։ Թրամփը նշել է, որ իր վարչակազմը շատ քրտնաջան աշխատում է պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Վաղը ցիկլոն է ներթափանցում Հայաստան, սպասվում են առատ տեղումներ։ Փետրվարի 27-ից 28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Առանձին հովտային շրջաններում ձնախառն անձրևի տեսքով։ Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում նաև Արարատյան դաշտում եւ Երևանում սպասվում է քամու ուժգնացում 18-ից 23 մետր վարկյան արագությամբ։ Լեռնային շրջաններում կլինի բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը այս օրերին աստիճանաբար կնվազի 8-ից 12 աստիճանով։ Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը եւ առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։